Այսօր չափահաս է դարձել Զորականում անչափահասների մասնակցությամբ ստորացուցիչ տեսանյութում ծեծվող տղան։ Նրա հայրը պատմում է, որ սեպտեմբերին որդու մարմնի վրա կապտուկներ նկատել է։ Ալենն ասել է լուրջ բան չկա, փոքր վեճ է եղել, իրար հասկացել ենք։ Տեսել եմ, տեսել եմ կապուտուկներ սևացածներ, ասել է հատեկոցի վիճել են, կռիվ ենք այլ, որովհետև սաղ ասել ջահել ենք եղել, սաղ ասել ասենք դրոցական ենք ելել, սովորող ենք ելել, ստացվել է բոլորիս մոտ, բայց չէ մտածեմ, որ նման այդ աստիճանի կարալ էլի։ Հոկտեմբերի վերջին դեպքից մեկ ամիս հետո է հայրը տեսել նվաստացուցիչ տեսանյութը, որն այս հինգշաբթի է հայտնվել համացանցում։ Այդ օրն են կնոջ հետ դիմել իրավապահներին։ Պատահական տեսել եմ ու զանգել ես ինչ կատարան բան, դաժե երեխան չի ինձ ասել, բայց չուզեի ասեմ, որ կռիվ մեջ չլի, դու դիմել եմ օրինապահ մարմիններին, Մերմանի բաժին։ Իրանք զբաղվել են այդ հարցով արդեն։ Տեսանյութում երևացող Զորականի դպրոցի բարձր դասարանի 5 տղաներից 4-ին կալանավորել են հոկտեմբերին, 3-ին 20 օրով, 1-ին 1 ամսով, մի տղան տնային կալանքի տակ է եղել։ Կալանքը երկարաձգելու համար քննչական կոմիտեն դիմել էր դատարան, սակայն միջնորդությունը մերժվել էր։ 5 տղաները հիմա ազատության մեջ են։ Մեկի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն եւ բացակայելու արգելք։ Նրանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Օրենքի խստությամբ իրանք իրաց տուժը քաշելու են։ Երեխեքին նախնական են ազատ արձակել ու դեռ հետաքննություն շարունակում է։ Գլխավոր դատախազությունը վերաքննիչ դատարան բողոք է ներկայացնելու 9, 10 եւ 11-րդ դասարաններում սովորող տղաներին չկալանավորելու որոշման դեմ։ Դեպքի հանգամանքները պահանջում են ամբողջական եւ օբյեկտիվ քննություն, հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպանը, վստահեցնելով, թե այս դեպքը մատնանշում է այն բոլոր խնդիրները, որոնք կան մեր հասարակությունում։ Գարսևան Ջանվելյանն ասում է, ամեն ինչ կտար, միայն չտեսներ այդ դաժան տեսանյութը, որտեղ վիրավորում սեռական բնույթի հայհոյանքներ են տալիս իր որդուն։ Տեսանյութում տղան գոռում է, լացում, նրա գլխին որովայնին մեջքին են հարվածում։ Տեսանյութը հավանաբար նկարահանել են ծեծկրտուքի մասնակից անչափահասները։ Ինչու է բանը հասել դրան։ Ընտանիքի պես գյուղա, որ ընտանիքում չի ելնում ասիկոսի կամ խոսակցություն կամ եսպին։ Զորականի վարչական ղեկավարը տեղեկություն ունի, թե Ալենի նոյեմբերյանի քոլեջի կուրսընկերները զորականցի տղաներին ասել են. Ալենը ձեր ծնողներին սեռական բնույթի հայհոյանքներ է տվել։ Նրանք էլ տաքացած տղայական ռազմորկայի են կանչել Ալենին։ Քոլեջից ինչ որ մեկը մի բան ասել, իրանք էլ պատահական տենց ռաստեն եկել հետո այդ վիճաբանությունները։ Զորականի վարչական ղեկավարի խոսքով հիմա հոգեբանորեն վատ վիճակում են կալանքից ազատված տղաները։ Ասում է անգամ նախքան կալանքը 72 ժամյա ձերբակալությունը հերիք էր, որ նրանք խելքները գլուխները հավաքեին։ Դպրոցում վատ առաջադիմություն չունեն 5 տղաները։ Այդ երեխեքը անտանելի վիճակում են, այդ կալանք կրածը սպիտակած, կուչեկած, հոգեպես բանլած վիճակը։ Տեղեկություն կա, թե տեսանյութում ծեծող անչափահասներից մեկը արդի քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալի որդին է։ Գայանե Մովսիսյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք, ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։